այդ ծրագրի շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Անցնենք հանձնարարականներին։ Շինարարության բարեկարգման վարչությանը հանձնարարական համար 40 զեկուցել Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքների մասին։ Կմիացնեք, պարոն քաղաքապետ, Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները ավարտված են, 12 վարչական շրջանների 286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես ընդհանուր առմամբ շատ կարևոր եւ մեծ աշխատանք է արվել, մի քանի դիտողություն այս ծրագրի վերաբերյալ, շատ շնորհակալ եմ, որ ֆիքսվեց, որ պետքա լինի համակարգային, այսինքն չի կարող ուղղակի հատվածական 1-2 տեղ թեքահարթական ամբողջական լուծումներ են տրվել, բարձրաձայն եմ այն խնդիրները, որոնք որ ինքս նկատել եմ, տեղ-տեղ մենք թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակը, երբ պետք է եղել 3 կողմից մոտեցումներով, հասկանալի է, չէ, ինչ եմ ասում, մի հատ երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա եւ մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում շարունակում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։ Շնորհակալ եմ։ Հաջորդ Տրանսպորտի վարչությանը հանձնարարական համար 146 ուսումնասիրել եւ գումի շուկայից դեպի Սարիթաղ գնացող հատվածում կանգառասրահ տեղադրելու վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ գումի շուկայի հարակից հատվածում Խորենացի եւ Զավարյան փողոցների խաչմերուկում տեղակայված կանգառի կետում կանգառասրահ տեղադրելու հարցի հետ կապված իրականացվել է տվյալ տեղանքի տեղազնություն եւ առաջարկվել է ավելի հարմար նոր կանգառի կետեր սահմանել Խորենացի 40A եւ Խորենացի 33/7 հասցեների հարակից տարածքներում։ Նոր կանգառի կետերի հաստատման համար անհրաժեշտ է մայթերի բարեկարգման եւ կանգառասրահի տեղադրման աշխատանքներ, որոնց մասով պայմանավորված